Ամերիկան սկսում է Հորմուզի նեղուց մտնող եւ դուրս եկող նավերի շրջափակումը։ Դոնալդ Թրամփի խոսքով ցանկացած նավ, որը կփորձի անցնել շրջափակման գոտի առանց ԱՄՆ-ի թույլտվության, կենթարկվի կալանքի, վերահասցեավորման եւ բռնագրավման։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության տվյալներով շրջափակումը կտարածվի բոլոր տրանսպորտային միջոցների վրա անկախ դրոշից։ Ի պատասխան Իրանում հայտարարում են, որ իրենց նավահանգիստների վրա ցանկացած հարձակում անպաշտպան կդարձնի Պարսից ծոցի բոլոր նավահանգիստները։ Իրանի բանակի ներկայացուցչի խոսքով ռազմավարական վայրերի անվտանգությունը կոլեկտիվ հարց է եւ անվտանգությունը կամ պետք է վերաբերի բոլոր կողմերին, կամ ոչ մի կողմին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը նշել էր, որ Պակիստանում անցկացված բանակցությունները լավ են վարվել եւ հիմնական կետերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն ամենակարևոր հարցի՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն չի կայացել։ Ամերիկացիները շուտով նոստալգիայով կհիշեն $4 բենզինի դարաշրջանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Հենց Ղալիբաֆն էր գլխավորում Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Ղալիբաֆը նաև հրապարակել է մաթեմատիկական հավասարում, որը մատնանշում է, որ գների աճը կլինի բարդ եւ ոչ գծային։ ԱՄՆ-ի ավտոմոբիլային ասոցիացիայի տեղեկությամբ 2026 թվականի ապրիլի 12-ի տվյալներով ԱՄՆ-ում բենզինի միջին գինը 1 գալոնի համար կազմում է մոտ $4.12։ 1 գալոնը 3.7 լիտր է։ Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը բանակցություններ կանցկացնեն Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու նպատակով։ Ֆրանսիայի նախագահի խոսքով սա կլինի խիստ պաշտպանական առաքելություն, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Նշված հարցին արձագանքել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շատ վնասակար է, իսկ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ աջակցում է Թրամփի ծրագրերին Իրանի նավահանգիստների շրջափակման վերաբերյալ։ Հռոմի Պապ Լեոն հանցավորության դեմ պայքարում թույլ, իսկ արտաքին քաղաքականության մեջ սարսափելի է, հայտարարում է Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով իրեն պետք չէ Պապ, որը կարծում է, թե Իրանը կարող է ունենալ միջուկային զենք։ Թրամփի հայտարարությամբ անընդունելի է Պապ, որը սարսափելի է համարում, որ Ամերիկան հարձակվել է Վենեսուելայի վրա, մի երկրի, որը խոշոր չափերով թմրանյութեր էր ուղարկում Միացյալ Նահանգներ։ Սպիտակ տան առաջնորդի խոսքով Պապ Լեոն պետք է երախտապարտ լինի, քանի որ նա ընդհանրապես չէր ընդգրկվել Պապի թեկնածուների որևէ ցուցակում եւ եկեղեցին նրան ներառել է միայն այն պատճառով, որ նա ամերիկացի է։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի կապակցությամբ մի քանի անգամ քննադատել է ԱՄՆ-ի նախագահի Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Այդ թվում նա անընդունելի է համարել քաղաքակրթության ոչնչացման վերաբերյալ Թրամփի սպառնալիքը։ Թրամփի քննադատությանը արձագանքել է Հռոմի Պապը եւ նշել, որ անկախ ԱՄՆ-ի նախագահի այս հայտարարություններից ինքը շարունակելու է ակտիվորեն հանդես գալ պատերազմին դեմ։ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը։ Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարումն ավարտվել է։ Ձայների 98%-ի հաշվարկից հետո Տիսա կուսակցությունը ստացել է 53% եւ ամենայն հավանականությամբ 199 պատգամավորական տեղերից կստանա 138-ը, ինչը գերազանցում է 2/3 շեմը։ Օրբանի ղեկավարած Ֆիդես դաշինքը ստացել է ձայների 37.8%-ը եւ հավանաբար կստանա մոտ 55 տեղ։ Ըստ նախնական տվյալների ընտրատեղամասեր է գնացել մոտ 8 միլիոն ընտրող։ Մասնակցությունը կազմել է 77.8%, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Բուդապեշտում աջակիցներին դիմելով հաղթող կուսակցության առաջնորդ 45-ամյա Պետեր Մադիարը հայտարարել է, որ սա հաղթանակ է, որը երևում է Հունգարիայի բոլոր պատուհաններից։ Ֆիդեսի նախկին անդամ Մադիարը 2024 թվականին առանձնացել է Օրբանի կուսակցությունից։ Նա մեղադրել է Վիկտոր Օրբանի կառավարությանը կոռուպցիայի եւ տնտեսական կանգի մեջ։ Վիկտոր Օրբանը ընդունել է ընտրություններում պարտությունը։ Նա զբաղեցրել է Հունգարիայի վարչապետի պաշտոնը 1998-ից մինչև 2002 թվականները եւ եղել է կենտրոնական Եվրոպայի ամենաերիտասարդ առաջնորդներից մեկը։ 2010 թվականին իշխանություն վերադառնալուց հետո նա անընդմեջ պահպանել է պաշտոնը մինչև այսօր։ Օրբանը սերտ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի նախագահի Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի հետ եւ այս դիրքորոշմամբ դարձել է լուրջ խոչընդոտ Եվրամիության եւ Ուկրաինայի համար։ Օրբանը նաեւ դեմ էր Եվրամիության համաձայնագրին, որը նախատեսում էր Ուկրաինային հատկացնել 90 միլիարդ եվրոյի վարկ։
Ընդդիմության հաղթանակից հետո Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարում է, որ իր երկիրը պետք է ունենա իրատեսական սպասումներ։ Անդրեյ Սիբիգայի խոսքով առջևում աշխատատար գործընթաց է ընդհանուր լեզու գտնելու, փոխադարձ հարգանքը վերականգնելու եւ ընդհանուր պրագմատիկ շահերը իրագործելու համար։ Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ Տիսա կուսակցության առաջնորդ Պետեր Մադիարը հայտարարել էր, որ Հունգարիայում ոչ ոք չի ցանկանում Ուկրաինամետ կառավարություն, բոլորը ցանկանում են հունգարամետ կառավարություն։ Նրա խոսքով լավ կլիներ ունենալ կառավարություն, որը կլուծեր հունգար ժողովրդի իրական խնդիրները։ Միևնույն ժամանակ հունգարական թերթին տված հարցազրույցում Մադիարը զրուցել է Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ կախվածության մասին եւ նշել, որ որոշ իրավիճակներում Ռուսաստանի հետ երկխոսությունը կարող է անխուսափելի լինել, սակայն ընդգծելով նշել է, որ չնայած բանակցությունների անհրաժեշտությանը, նրանք չեն դառնա ընկերներ։ Ընտրություններում հաղթած Պետեր Մադիարը խոստացել է, որ կմեկնի Բրյուսել։ Նա կփորձի համոզել Եվրոպական հանձնաժողովին ապա շրջափակել 17 միլիարդ եվրոյի չափով միջոցները, որոնք սարսվել են կոռուպցիայի դեմ պայքարի եւ դատական համակարգի անկախության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Եվրոպայի առաջնորդները արձագանքել են Մադիարի հաղթանակին եւ հայտնել նրա հետ համագործակցության հույսերը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է Պետեր Մադիարին եւ նրա կուսակցությանը Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Իրակլի Կոբախիձեն գրում է վրաց ժողովրդի եւ Վրաստանի կառավարության անունից. Շնորհավորում եմ Պետեր Մադիարին եւ նրա կուսակցությանը ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում Վիկտոր Օրբանին եւ նրա թիմին տարիների ընթացքում Վրաստանի ազգային շահերին եւ վրաց ժողովրդի նկատմամբ ցուցաբերած առանձնահատուկ եւ հաստատուն աջակցության համար։ Վրաստանին եւ Հունգարիային միավորում է բարեկամության եւ գործընկերության երկար պատմություն, որն անպայման կշարունակվի, նշում է վարչապետը։ Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին արձագանքել են նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում դիտորդի կարգավիճակ ունեցող վրացական երազանք կուսակցության падգամավորները։ Կառավարող թիմը սպասում է, որ իշխանության փոփոխությունից հետո եւս երկու երկրների միջև առկա հարաբերությունները կխորանան։ Նրանց խոսքով խորհրդարանական ընտրությունները անցել են խաղաղ պայմաններում, գրանցվել է բարձր մասնակցություն եւ ընդդիմադիր Տիսա կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել։ Պետեր Մադիարին ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորում է ընդդիմադիր դաշինքը։ Հունգարիան եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է, ինչը հստակ արտահայտվեց նաև Վիկտոր Օրբանի կողմից պարտության ընդունման մեջ։ Իշխանության խաղաղ փոխանցումը ժողովրդավարական ավանդույթի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Հունգարիայի հստակ եւ ամուր դիրքորոշումը Ռուսաստանի եւ ազատ աշխարհի այլ հակառակորդների նկատմամբ ընթացող դիմակայությունում չափազանց կարևոր է Վրաստանի եւ ամբողջ ազատ աշխարհի համար, նշվում է հայտարարության մեջ։ Ընդդիմության հաղթանակին արձագանքում է նաև Գեորգի Գախարյան։ Շնորհավորում եմ Պետեր Մադիարին այս պատմական հաղթանակի կապակցությամբ։ Աշխարհի ժողովրդավարական ուժերը պետք է ուսումնասիրեն Հունգարիայի օրինակը, գրել է Գախարյան։ Մադիարի հաղթանակի վերաբերյալ Լելո կուսակցությունում նշել են, որ ավտորիտար ռեժիմներն էլ կարող են ավարտվել ընտրությունների միջոցով եւ շնորհավորել են հունգարական ընդդիմությանը։ Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է գերեզմանների օրհնության օրը, բայց առշաբաթվա երկուշաբթի օրը հավատացյալները այցելում են իրենց հարազատների շիրիմներին, նրանց եւս ուրախացնելու Տիրոջ հարությամբ։ Առավոտից հոգեվորականները հոգեհանգստյան արարողություններ են կատարել հանգուցյալների հոգիների համար։ Նրանց խոսքով այսօրը ոչ թե սուգի, այլ ուրախության օր է։ Առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը քաղաքացիները կարող են անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից։ Տարբեր գերեզմանադների ուղղությամբ նշանակված են հատուկ երթուղիներ, այդ թվում Մուխաթկվերդի, Վաշլիջվարի, Կուկիայի, Վահարկեթիլի, Մախաթայի եւ Սաբուրթալոյի ուղղություններով։ Սիոնի մայր տաճարում առավոտից անցկացվում է հոգեհանգստյան արարողություն Նորին Սրբության հոգու հիշատակին։ Տեղում գնում են ուխտավորներ։ Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար քաղաքացիների հոսքը չի դադարում։ Նրանց խոսքով այսօրը հատկապես ծանր է, քանի որ ստիպված են այցելել Նորին Սրբության շիրիմին։ Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել Կախեթիում։ Ուժեղ անձրևների հետևանքով մի շարք մունիցիպալիտետներում գետերը վարարել են, ինչի արդյունքում վնասվել է ենթակառուցվածքը եւ հեղեղվել են տնամերձ հողամասերը։ Բարդ իրավիճակ է Լագոդեխի մունիցիպալիտետում։ Ճիաուրի եւ Քվեմո Նաշովարի գյուղերում բնակիչների գյուղատնտեսական տարածքները վնասվել են, բնակելի տների առաջին հարկերը հեղեղվել են։ Դեպքի վայրում մոբիլիզացված են բոլոր համապատասխան ծառայությունները։ Աղետի գոտի են մեկնել Կախեթիի պետական ներկայացուցիչը եւ Լագոդեխի քաղաքապետը։ Վրաստանի ջրագնդակի հավաքականը
կմրցի Մոնտենեգրոյի թիմին։ Եզրափակիչ հանդիպումը կսկսվի 21:30-ին։ Իսկ երեկ մեր թիմը 19-13 հաշվով հաղթել է Գերմանիային։ Վրաստանի հավաքականն արդեն դուրս է եկել աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ։ Ռևաշ Չամախիձեի թիմը Մալթայում մրցաշարը սկսել էր Թուրքիայից կրած պարտությամբ, սակայն հետո հաղթել է Բրազիլիային եւ Սլովենիային եւ դուրս եկել փլեյ-օֆ, որտեղ հաղթել է Թուրքիային, Ուկրաինային եւ Գերմանիային։ Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլը կանցկացվի Ավստրալիայում հուլիսի 22-ից 26-ին, որտեղ կմասնակցեն 8 ուժեղագույն հավաքականներ Վրաստանի հետ միասին՝ Իսպանիա, Իտալիա, Հունաստան, Հունգարիա, Խորվաթիա, Ավստրալիա եւ Չեռնոգորիա։